Մեր կեսագությունը մեզանից խլվեց 80-ից առեսօր, եթե են մեր տղաները, երեխաները, թորները պետք է հպարտանային, ու իրաց ծնողները կամ պապիկները կամավորական ձևով գնացել եւ ազատագրել են Արցախ աշխարհը, ապա մեզանից այսօր խլել մենք եռատուն ունեինք, որը մեծ հպարտությամբ գալիս էինք, մի քանի առաջ էինք գալիս, այստեղ բաքրում էինք, նաեւ այսօր այդ նպատակն ունենք, բայց որևէ խնդիր ես չեմ տեսնում, որովհետև երևի Աստված մեզ խնայել, սա սրբի պես տղեկ են, մանավանդական մեր Սասունին, Արամին, մյուսներին, մեր Լատիկին, բանեկան միանալու, նաև այս դեռ 20-ը չբոլորած այս երեխեք, ես միշտ ասում եմ, 3 անգամ իրանցից մեծ է Երանի զոհվեի այդ երեխեքին զոհվելը մահա չտեսնայի, բայց երևի Աստված մեզ պահել է մի նպատակով, ես վստահ եմ ու հավատում եմ, եւ վայ են մարդին, հայ չի են մարդինց համար, որ չի հավատում, որ Արցախը վերադարձնելու ենք դեռ մի բան էլ ավելի, կարող է դժվար լինի, բայց վերադարձնելու ենք, որտեղ թշնամին արդեն եկել է Կիչան, Կիրանց գյուղն է հասել, հաճախ Ղարաբաղի Կիչանը եւ Կիրանցը խառնում են իրար, որտեղ նույն աշխարհն է, նույն երկիրն է, որովե քարտեզով Հայաստանի Հանրապետության, սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, նախ ԱՊՀ-ի այդ այսպես կոչված, չգիտեմ ինչ անուններ են տալի Ալմաթայի հռչակագիր ասածը, որևէ կապ չունի սահմանների, մեկ, երկրորդը մենք վերապահումը, ես հիշում եմ 2 ժամ պետք է տևեր, մի ամբողջ օր տևել այդ քննարկում վերապահումով է դատվել, երրորդը Ադրբեջան կոչված երկրի նախագահ Հենորի Մութալիբովը չի եկել, չի մասնակցել, ստորագրել է 1 տարի անց եւ Ղարաբաղի վերապահումը կար եւ այսօր սահմանազատում անել, ասել որ այս ժամանակին իբր թե Լևոն Տեր-Պետրոսյանի մյուսների օրոք ստորագրված Ալմաթի հռչակագրից է, դա ամբողջովին սովորական ստերից է, սովորական կեղծիքից է այսօրվա վերնախավի, որ այս օրդի խափած տանում է, Կիրանցի տակը, ամբողջովին բոլորը գնացեք նոյեմբերյան, բոլորը հիշում են Վլադիմիր Մովսիսյանին թուրքերը գողացել էին, տարել էին 3 օրով, պահել, այն ժամանակ, ոնց էր ազգանունը, Սովետի ԿԳԲ-ի պետը եկավ, հեսա կհիշեմ ընթացքում ազգանունը, որպես քաղբյուրոյի անդամ, եկան 3-րդ օրը գտան Ղազախի բոլոր առաջի, 2-րդ, 3-րդ քարտուղարի Գորսկոմի նախագահան կալանավորել են գտան, որից հետո կազմվեց քարտեզ, որով դեռ Ջողազից 5 կիլոմետր ներքև 87-89 թվականի հունվարի կարծեմ 10-11 կամ 12-ին տպագրված վերջի ՍՍՀ քարտեզն է, որտեղ կա ամբողջովին, որ տարածքին 1 միլիմետր հողաքապ չունենք, որ Ադրբեջան կլինի, որը վերադարձնենք։ Դա ինչու տվեցինք։ Տվեցին, որտեղ երևի, չգիտեմ, չեմ ուզում հավատամ, որ հայերեն ազգանող վերջացող մարդը կարա լինի թուրքական գործակալ, բայց այլ կերպ չեմ մտածում։ Հիմա Մհեր Գրիգորյան անձի համար ինչ տարբերություն, բանկային աշխատող է, մի 5% էս կողմ, մի 5% էս կողմ, այդ տոկոսներով մտածող մարդիկ են, հայրենիքից հեռու, զգացմունքից հեռու, հայ մարդին բնորոշ մարդկային որակներից հեռու, չգիտեմ, ինչն են ինչի հետ սահմանազատում, հայոց հողը հայոց հողի հետ, հիմա դա թող գնան ասպապատը չեքվեց չի, են արանքում 2 պատի արանք է, մեր սիրտն ես չեղքել այդ պատը տնելով, ինչ պատի չեղքի մասին է խոսքը, գիտեք, սիրտս ցավում է, որ այսօր հայ մարդը կարող է այլ կերպ մտածի, մենք երիտասարդ էինք, ուսանող էինք, մենք ապրում էինք Ղարս, Վան, Արտահան, այս իրականանալի հեքիաթով, այս երազով, չգիտեմ, այս ինչ ընտանիքներում են դաստիարակվում այս մարդիկ, չգիտեմ, այս մարդիկ ինչի մի անգամից խելքները հետ տվին դերը միասա, ոնց կարա մարդան հայրենիք լինի, ոնց կարա մարդը չմտածի, չերազի իր հայրենիքը, այսպես չերազացինք, այսպես կորցինք Արևմտյան Հայաստան, այսպես կորցինք հիմա իհարկե սա արդեն ժամանակով, մենք վերադարձա, տրամպլինը մեր հողերի ազատագրման լինելու է դարձյալ Արցախը, գիտեք, ինձ համար նույն բանն է, ինչ տարբերություն, Բաքվում է թե Երևանում է դատում, մենք մեր իրական գեներալներին չգնահատեցինք, մենք Խաչատուրովի պես մեծ մարդուն, նրա շնորհիվ էր, որ մենք այն թվերին կարողացանք 90-ական հաջորդ, իր որդու շնորհիվ էր, որ այդ այսպես կոչված գովերքված Շապշադինի այդ օպերացիան եղավ,
Գիտեք, մենք երբ սկսենք մեր զինվորին, մեր կամավորին սիրել, հարգել, ընդունել, այսօր ցավոք սրտի ես մի առիթով էլ էի ասել, իմ Ներսիկի, իմ Սահակ Սահակյանի հետ գրած երգերի առիթով էր, ահագին ժամանակ ռադիո այն առաջալիքը դա էր պարանում։ Դժբախտաբար այսօր նայեք, մի կերպ ապրող մարդիկ են, մեր բոլոր այս հայրենիքին նվիրյալ տղեկը։ Եվ գիտեք, կյանքի լուսանցքից դուրս շպրտված այդ արտահայտություններ որից։ Բայց այս կյանքի լուսանցքից դուրս շպրտված տղաները սոցիալապես ամենաապահով, այսօր արհամարված, բայց այս տղաների աչքերի մեջ ես կրակ ամեն հանդիպման տեսնում։ Եվ ես այն ակունքներում եմ կանած, թուրքերը ստեղից մաքրելու, ոչ մի այստեղից այլ նոյեմբերանի հատվածը, մյուս անելու, ես չեմ, մեկը ցուցակում, որ ցուցակում ուզում գրեն, ես մենակ կյանքի գնով են մարտադաշտում իմ կյանքը գտա, բայց չեն կարող փոխանցեն Ալիև Մալիևներին։ Լավ տղա է Ալիևը, կոչեմ ամ, թող գա մենակ, ես բազմաթիվ վերքեր բաստացած վիաթար մի քանի ենթակա, թող գա մենակ իր ուզած զենքով, ես ինք կռվիկ, լավ տղա է։ Թե այսօր խեղճ էր գտել, հայ մարդը խեղճ չի, թող իր աուշկը չկնա, թե բոլորը Նիկոլ Փաշինյանն են, թե բոլորը վախկոտ են, թե վախեցած են։ Հայ ազգը իր մեջից առույցներ ացնել, նա ամբողջ վախը իշխանափոխության նայա որ գիտի որ, նա ինքնա պատերազմից վախում, նա ոնց պատերազմ կսկսի։ Նա գիտի որ, գիտեք 89-90 թվականից ես իմ ընկերների հետ Գետաշ Շահումյան այդ հատված այն ժամանակ կռվները այդտեղ էր։ Վաղտած եք չունենք, ուրախանում ենք, որ թուրքը տեխնիկա էր բերում։ Մեկը համպած Շահումյանը Թոդան գյուղի ազատագրման ժամանակ բուզդու խերքերից մանաշից հետո Թոդանն էր։ Բեմպեներից մեկը տղեկից մեկը խփեց վառվեց։ Տներ քիչ էլ սաղովցեց այն այդ տղին։ Էլի նրանց զենքով նրանց հերնանից ենք, հայ մարդը զենքի փոխարեն ունի խելք, ունի քաջություն, ունի այն որց արծվի պես, որց չգիտեմ, իսկ հիմա մենք վիրավոր այդ առույցներն են մեր տղեկը։